Ադևոս Ավետիսյան, խոսում ենք բոլորս ժամանակի մեջ, հարգելի գործընկերներ։ Պարոն Սիմոնյան, ժամանակի մեջ էլ արդեն չխոսեմ, կնոպկա ունեք, սխմեք կանջատվի, հենց որ էսա։ Նախագծի վերաբերյալ տարբեր ռիսկեր, որոնք առկա են, հանձնաժողովում մանրամասն քննարկել ենք, ես իմ դիրքորոշումը արտահայտել եմ, մոտեցել եմ ամբիոնին մի կարևոր հարցի շուրջ ևս մեկ անգամ մեր հանրության համար ավելի պարզ տեսակետս ներկայացնելու։ Տեսեք, նորից քիչ առաջ էլ, դրանից առաջ պարոն Թունյանը փորձում էր նորից խեղաթյուրել իմ ասածները, գնահատականները, որոնք շատ պարզ են եւ 100 հազարավոր մեր թոշակառուներ, քաղաքացիներ, որոնցից մի մասը վստահաբար նաև ձեզ քվե է տվել, որ իշխանության եք, այսօր իրենց խաբված են զգում, մի պարզ պատճառով, շատ պարզ։ Դուք, երբ որ 21 թվականին գծում էիք ձեր ծրագիրը եւ հաստատեցիք կառավարության 5-ամյա ծրագիրը, այնտեղ մի քանի սոցիալական խոստումներ կար, մեծագույն, կարևորագույն, որովհետեւ վերաբերում էր ամբողջ սոցիալական քաղաքականությանը եւ Փառք Աստծո հետ մի անգամ չափելի էր, որովհետեւ նախկինում երջանկություն էիք միայն խոստանում։ Ասել եք, որ թոշակները, միջին թոշակը պիտի բարձրացնեք եւ հասցնեք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, որպեսզի թոշակառուները, գոնե միջին թոշակառուները աղքատ չլինեն։ Նայեք, տնտեսությունը աճել է ձեր ասած չափով, Պարտ եք վերցրել առնվազն ձեր ասած չափով, պետական բյուջեի եկամուտները ձեր կանխատեսելի չափով աճել է, բայց այդ բոլոր նախադրյալները կա, պարզ թոշակառուն հարցնում է, ես փոխանցում եմ իրենց հարցը, բայց իրենց վերաբերելի ամենակարևոր խնդիրը, որ պետք է թոշակները համաչափ բարձրացնեն, ինչու՞ չեք արել, այս հարցին պիտի պատասխանեք, ոչ թե մանիպուլացնեք։ Խաչատուր Սուքիասյան, համեցեք։ Եվս երկու պատգամավոր չեն հասցրել գրանցվել, Գեղամ Մանուկյանը եւ Հակոբ Արշակյանը։ Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, առաջինը պատասխանեմ իմ գործընկերոջը, ուրեմն 93 թվականից է հայկական դրամը գործել, հայկական դրամը գործելուց 93-ից 2017 թվականը Հայաստանի Հանրապետության համախառն արդյունքը եղել է 11 միլիարդ դոլարին համարժեք դրամ։ 25 մի վայրկյան, պարոն Քոչարյան, 25 թվականին եղել է 25 միլիարդ։ Ուզում եմ ասեմ, դուք 24 տարի աշխատել եք, ձեր ստեղծած արժեքը եղել է 11 միլիարդ։ 8 տարում 14 միլիարդ է ստեղծվել։ Այդ հենց պարտքերի հաշվին է, շնորհակալություն։ Հիմա անցնեմ օրենքին։ Պարոն Բագրատյան, վատ օրենք եք բերում առանց հիմնավորելու։ Ձեզ էլ եմ ասում։ Նախ հաշվել եք իշխանաբնականը թանկանալու։ Ես հաշվարկ ունեմ այստեղ, որ 75,000 նստում է աշխատանքը եւ բետոնը, 22-ից 25,000 նստում է արմատուրան։ Հիմա եթե դուք արմատուրան թանկացնում եք, դուք ինչ գիտեք, ձեր ծախսը ինչքան արմատուրա է, բերել եք թվերը այստեղ, ինչքան արմատուրա է ծախսվում, ինչքան ցեմենտ է ծախսվում, հետո ինչքան արժեքի վրա, այդքան մարդ, այսօր վարչապետն էլ ասեց, որ տասնյակ հազարավոր մարդիկ բնակարանի տեր են դառել հիպոթեկայով։ Հիմա ինչ եք ուզում, նստել եք այդ հիպոթեկայի վրա ամեն ինչ բարձրացնեք, ասեք Հայաստանը ինչքան կար արտադրի։ Իհարկե մենք կողմնակից ենք, որ հայկական լինի, բայց դրա որակը պետք է նայենք, դրա քանակը պետք է նայենք, չի լինի, խնդրում եմ, ուշադիր եղեք, ու այդ այնց պատիկներով 45,000 պատիկը, 82, ինչ եք ուզում, ասեք հաշվարկ, էսա, այսքան բնակարան։ Հիմա տարի ու կես առաջ պարոն վարչապետն ասեց 53,000 բնակարան է կառուցվում։ Ես այսօր արդեն իմանում եմ, որ այդ բնականից 15,000-ը արդեն գործում է։ Ինքը կարա եւ վարձով տրվի եւ կարան մարդիկ կան ապրեն։ Այն ծրագիրն է, որ Հայաստանում կարա 5 միլիոն մարդ առաջիկա 10 տարում ապրի, շնորհակալություն։ Դե եկեք պատասխանեք, պարոն Բագրատյան։ Լրություն, դահլիճում։ Դահլիճում լրություն։ Այս բանը, որ անունից տվեց, պատասխանեմ կարճ։ Պարոն Սուքիասյան, նախագծի հիմքում դրված է հետևյալ փաստերը։ Այս պահին Իրանում ամրաների արտադրությունը
50%-ով արժեզրկվել է, գինը իջել է 50%-ով։ Մեր արտադրողները, որոնք արտադրում են եւ կարող են փակել ամբողջ արտադրությունը, 4-րդ գործանել պետք է, կարող են փակել ամբողջ պահանջարկը։ Արտադրողները կարող են փակել ամբողջ պահանջարկը, բայց այս պահին 60%-ը ներկրվում է, այս պահին 40%-ը արտադրվում է, քանի որ Իրանում գինը իջել է, արտադրողների տրված գներն են տրվել սմետաներում, նախագիծ նախահաշվում, մեր արտադրողների գներն է դրված, այսինքն այդ գինը չի փոխվելու։ Իրանականը, որ իջել է, մերը չի ծախվելու ուղղակի, մեր արտադրությունը կանգնելու է, չի բարձրանալու, որովհետև իրանականը, որ իջել է, 29,000-ը դրված էր դեռևս օգոստոսին։ Այդ ժամանակ պետք է մեր արտադրողները դադարեցնեն աշխատանքը։ Եթե դադարեցնեն, մենք ունենանք Դադարեցրեք այս դիալոգը։ հազարավոր աշխատակիցների անգործություն եւ գործարանների փակում։ Տեղական արտադրողների պաշտպանելու պրոյեկտ, այս պրոտեկցիոնիզմը կիրառվում է կառավարության եւ մեր կողմից առաջարկայով է, որ տեղական արտադրողին պաշտպանենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Արծվիկ Մինասյան։ Մենք նիստ ենք աչքիս ավելացնելու։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին, որը այս ամբիոնից անդադ հայոց պետականությանը վնասող հայտարարություններ անում, ես չեմ մտնի այդ դաշտ եւ չեմ անի հայտարարություն, որը կվնասի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին եւ Հայաստան համահայկական հիմնադրամին, բայց պետք է արձանագրեմ մեկ կարևոր հանգամանք։ Հանձնաժողովը ստեղծվեց։ Հանձնաժողովը պահանջեց կառավարությունից ներկայացնել մանրամասը տեղեկատվություն, թե ինչի վրա է ծախսվել 100 միլիոնից ավելի Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցները։ Կառավարության ներկայացած 11 ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները ուսումնասիրությամբ մեծամասնությունը պարզվեց, որ գործող բյուջետային ծրագրերի վերաբաշխումներ են։ Այս միջոցների հետագծելիությունը չի ներկայացվել։ Առաջարկեցինք, որպեսզի Հաշվեկնիչ պալատի ուսումնասիրության շրջանակում ներգրավեն նաև հանձնաժողովի անդամներ, ընդ որում թե ընդդիմությունից, թե իշխանությունից հավասար ներկայացվածությամբ։ Մերժեց Հաշվեկնիչ պալատը։ Երրորդ հանգամանքը ասում էր, որ ծախսվել է այլ նպատակով, այդ է որ չեմ ուզում բարձրաձայնեմ։ Ասել ենք գնանք իրար հետ տեսնենք այդ ամենը, որևէ ձևով այլ բան չի լինելու։ Գելնենք հայտարարենք, որ նպատակային է եղել։ Կառավարության մեծամասնությունը, որոնք այդ հիմնադրամի հոգաբարձների խորհրդի ժամանակ քվեարկել են, իրենք եղել են մեծամասնություն նպատակային նվիրատվության քվեարկության ժամանակ։ Հետո երբ որ եկել են նույն ֆինանսների նախարարը, նույն ժամանակահատվածում դարձավ Հաշվեկնիչ պալատի նախագահ եւ որևէ օբյեկտիվ տեղեկատվություն չտրամադրեց։ Ես չէի ասի սրա մասին, նորից շարունակում եմ այլ մանրամասնություններ չասել, որպեսզի չվնասեմ թե Սփյուռքահայությանը, թե Հայաստան համահայկական հիմնադրամին եւ թե նաեւ Հայաստանի Հանրապետությանը, բայց վստահ եմ իշխանապողությունից հետո ամեն ինչ կբացահայտվի։ Տրդատ Սարգսյան, հանում եք։ Արման Եղոյան, շնորհակալություն, Գեղամ Մանուկյան։ Լրություն դահլիճում։ Լսի։ Սիրելի հայրենակիցներ, մի ռուսերեն բառ կա, որը ինչքան է փնտրեցի հայերենը դժվար է բովանդակությամբ գտնել։ Այդ բառը կոչվում է բեզաչոտնիկ։ Խոսքը ասում են, հետո դրա պատասխանը չեն տալիս ու չեն հիմնավորում։ Հիմա այսօր էլի բեզաչոտնիկության մի հերթական դրսևորում էր, երբ որ ակնարկելով դաշնակցությանը խոսվեց օտարերկրյա գործակալ լինելու մեջ մեղադրեց։ Մի քանի ամիս առաջ էր, այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Քրիստինե Վարդանյանին պատասխանելով նույն ձևի հայտարարություններ արել։ ԱԱԾ հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին, ԱԱԾ-ն ասեց ուղարկել եմ քննչական, քննչականի պատասխանը ձեռս է, իրանք պատասխանեցին, որի բովանդակությունը հետևյալ էր, դե Նիկոլ Փաշինյանը մի բան ասել է, որ լուրջ չենք ընդունելու, հիմա նորից եմ ուղարկելու։ Ինչ վերաբերում է ազդեցության գործակալին, նախ ճշտում, երեկվա իմ ազդեցության գործակալ ձևակերպումը Արշակ Կարապետյանին
չէր վերաբերում, Նիկոլ Փաշինյանի ուրիշ նշանակած կադրի էր վերաբերում։ Այնեցեն մունատ գալիս ոնց որ մենք ենք նշանակել այդ պաշտոնյաներին։ Մենք ենք տարբեր պաշտոնների հանելու դրել։ Ինքնիշխանության ու ազդեցության գործակալի մասին խոսում է մի իշխանություն, որ իր երկրի անվտանգության հիմքը դարձրել էր դրոշները։ Հիշեք Հայաստանում ամեն քայլափոխի Ռուսաստանի դրոշը տնկված էր, Ամերիկայի դրոշը երասխուն դրված էր, իբր անվտանգություն ենք ապահովում, Եվրամիության դրոշներով, այդ ինքնիշխանությունը ապահովող են ամբողջ կյանքը, ամբողջ իր պայքարով, մեր երկրի ժողովրդի իրավունքները պաշտպանելն են, բան, հա ազդեցության գործակալ։ Վերջինը։ Դիմում եմ նորից զինված ուժերին, սպաներին, բոլորին, այստեղից ձեզ բոլորիդ մեղադրեց ուրիշի ազդեցության գործակալ լինելու մեջ, ուրացավ ձեր ամբողջ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, պարոն Մանուկյան, այնուամենայնիվ, ելույթները ավարտվեցին։